Դիմացից։ Ահա, Արի Դավիթ ջան։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Խնդրեմ պարոն Ավինյան, ինչ ունենք պատմելու։ Ունենք պատմելու, որ ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 եւ եւս 15։ Եվ այս անգամ գնել ենք 45 միանգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենա։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուսներ։ Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակել լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը կենսունակ է եւ տրոլեյբուսները կաշխատեն։ Եթե ասեմ ավելին, մեր գծերը ծախած եւ կերած չլինեն, մեր քաղաքում շատ լավ տրամվայներ կաշխատվեր։ Հիմա այնուամենայնիվ դեռևս ունենք այնինչ ունենք, հիմա տրոլեյբուսային գծերում կունենանք նոր տրոլեյբուսներ, հետագա նոր տրանսպորտի ներդրման մասին էլի կունենանք հնարավորություն։ Եվ ամենակարևորը առանձնահատկություններից մեկը այն որ գնում ենք Նուբարաշեն, նայում եմ տրոլեյբուսը եւ նայում եմ որ տրոլեյբուսի գիծ չկա, այսինքն կա տրոլեյբուս, բայց տրոլեյբուսի գիծ չկա, այս տրոլեյբուսների առանձնահատկությունը այն է, որ իրանք լիցքավորվելով կարող են 60 կիլոմետր իրանք առանց լարերի երթևեկել։ Իսկ 60 կիլոմետրը Երևանի համար դա լուրջ թիվ է։ Եվ նաև ես ճիշտ եմ հասկանում, իրանք երբ որ կպած են լարեն, իրանք զուգահեռ լիցքավորվում են եւ հիշում եք, չէ՞, ժամանակ որ վարորդները դուրս էին գալիս քաշում եւ այլն հիմա վարորդը տեղում անում իսկ կպնելն էլ հա այո մենք ունենք դեռ բաներ հատուկ սարքեր են կամրացնում, պարոն վարչապետ, որոնք որ գնում են այս եռանկյունաձև sense մի հատ բան է, կապած այդ լարերին, ինքը գնում է ոնց էլ չլինի, այդ լարեն գնում է այդ եռանկյունի մեջ ու գալիս կա։ Այսինքն արվում է դա ընդհանրապես կնոպկայի։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք սկսած վարորդի աշխատանքերից, որովհետեւ տեսնում եմ, որ այստեղ բաներ կան, որ շատ հետաքրքիր են։ Սկսած վարորդի աշխատանքերը Դա կարևոր։ Մեր վարորդները հնստեղ նայեք։ Մեր վարորդների աշխատանքային պայմաններն է շատ կարևոր, չէ՞, որովհետեւ մարդիկ պետք է աշխատեն։ Մի վարորդ հերթափոխում քանի ժամ է իրատեսորեն անցկացնում։ 12 ժամ անցկացնում է։ Եվ սա sense մինի հələ այս նստարանի բանը հարմարավետությունից սկսած, այստեղ մենք ունենք մոնիտոր եւ դուռը նորմալ դուռ կա, որը բացվում փակվում է եւ մնացած էլի բազմաթիվ բաներ։ Սա բոլորովին ուրիշ այստեղ բաժանվածում, տաքացում, նստարանի, տաքացում, նույնիսկ մերսում կա նստարանի, բայց մերսումը չարժի է։ Վարորդի մերսում։ Չէ՞ դե այդ բանը, որ մարդու մեջ կողոքնում, այնուամենայնիվ միացնում է sense բաները, ալիքներ է տալիս, մերսում, նստատեղը ալիքներ է տալիս եւ Մազակույնը աչքը կպնելու դեմ կողքնի։ Կարևոր է տեսախցիկները։ Տրոլեյբուսի մեջ կան տեսախցիկներ եւ սրահում էլ կան, չէ՞, տեսախցիկներ։ Եվ կպած է ընդհանուր մի համակարգի, on-line ռեժիմով դուք կարողանում եք տեսնել։ օպերատորներ ունենք, հետևում են իրենց աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա մի հատ սրահն էլ նայենք, էլի։ Հա, պարոն Ավինյան, երբ ռեալի է դուրս կգան այս տրոլեյբուսից վարչապետ, վալիդատորներով պետք է հագեցնենք սրան, այս 12 մետրանոցները 3 վալիդատոր գնում, մի քանի տեխնիկական հարց ունենք սրահում, քանի նստատեղ կա, մենք չգիտենք, 24 նստատեղ, իսկ ինչքան մարդ կարա տեղավորվի նորմալ Ես ինչ հա, հենված, հանրած հենված, դա միջազգային ստանդարտ։
Այստեղ էլ նաև համասայլակով մարդկանց համար տերն է։ Իսկ այդ բանը բացվող բան Հենց հիմա ցույց կտա նույնիսկ, որ հիմա խնդրեմ մի քիչ այն կողմ գնաք ժողովուրդ ջան։ Ահաբեջանյան ջան։ Եվ նաև այդ ընթացքում տրոլեյբուսը Ես կարծում եմ ես ճիշտ կանեմ, բայց եթե բացվում է։ ու այս ընթացքում տրոլեյբուսը կարողանում է վարորդը թեքել, որ ավելի հարմար լինի մաքսիմում։ Հիմա թեքում է։ Ես սա կարևոր եմ համարում նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի նիստերում մենք այս թեման բազմիցս քննարկել ենք, որ Երևանում հարգեցած է մեր այլևս գրեթե ամբողջ հրապարակը։ բոլորն են, հա։ Միայն են 5 Չէ, այս տրոլեյբուսները բոլորը։ Բոլորը։ Հարգելի գործընկերներ, ես հիմա դիմում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի անդամներին, տասնյակ անդամներով այս հարցը բարձրացրել եք, սրբնեղել եք, նյարդայնացել եք, որ նույնիսկ ասել են ամեն երթուղում մի հատ այդպիսի բան լինի, տրանսպորտել մի էլի բանա, բայց հիմա հաստորեն 45 տրոլեյբուս մենք ունենք, որոնք իմիջիայլոց բոլոր ուղղություններով են աշխատելու, մենք ունենք Մենք ունենք 5 գիծ, վարչապետ, որոնք բոլոր ուղղություններով այս մեր տրոլեյբուսներն են այլևս աշխատելու եւ ասեմ նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր վարորդները վերապատրաստում են անցնում, թե ինչպես կազմակերպել համասայլակով մարդկանց մուտքը, տրոլեյբուսներ եւ ավտոբուսներ։ Դե իհարկե Բոլոր վարորդները պատրաստվում են։ մեր հարգելի բարոյներն է պետք է աջակցողը լինի, որովհետև դա հոգատար հանրության կոնցեպտ է դա, եթե մարդ տեսնում է սայլակով մարդ կա, ինքը բարդ բան չկա, հիմա այսպես ապրոց ուղղակի այդ բանը բարձրացնում են, իջեցնում են, մարդիկ պետք է աջակցող լինեն, որպեսզի նաև այս սերի պատրաստները իրենք լավ են։ Շարունակենք մեր շրջակը շատ մեծ իրադարձություն է, շատ մեծ իրադարձություն, այնքան եմ ուրախ եմ եւ պարոն Ավինյան, ես հիշում եմ, ասեք մենք բարբերաբար քննարկում ենք եւ մենք ասում ենք ամենաօպտիմալ լուծումը, որովհետեւ մեծ լուծումներ ունենք, այն 18 մետրանոցները 100 հատ են, 250 հատ։ հա, այսինքն դա մեծ ծրագիր է, որ դեռ պետք է նախապատրաստվել։ Մենք այս պահին նայեցինք մեր բյուջետային ինչ հնարավորություն կա, այս էլ է շատ կարևոր, որ այս էլ խալանվածը վերադարձրածի մասը այդ պետական բյուջեի միջոցը, սա դառնում է, սա այս տրոլեյբուսները նախկինում լինելու են, չգիտեմ, ինչ ասեմ, բաներ, խամերներ, բաներ եւ այլն։ Չնայած մենք դեմ չենք, Երևանում շատ խամերներ կան, բայց ցանկացած մարդ ով իր աշխատումը արդյունքաստեղծում օրենքով սահմանված հարկեր վճարում, մենք միայն ուրախ ենք, որ խամերը լինի, Ferrari լինի, Porsche լինի, ընդհանրապես ամեն ինչ, որովհետև ռիլեր են հայտնվում, որ Երևանի շատ լավ բան են բերում, նախ ես տեսնում եմ մոտարետացիները, ասում են մենք Երևանում ենք, հելա խնդրում ենք մեքենաները նայեն, ու սկսում են մեքենաներին ցույց տալ։ Ես խոսում եմ ապօրինի ձեռք բերված, այ հիմա այս են խամերնա, որը պետք է ճռիկներ աներ Երևանում քաղաքացիների վրայով եւ հաշվին, եւ հիմա դարձել է ահա այս տրոլեյբուսը։ Դա ապակին չարթելու համար սարքա անվտանգության համար։ Սրակմարիչ։ Եթե վթարա տեղի ունենում ու միակ Պարոն վարչապետ, բայց նաև վերհիշենք էլ ինչից ենք հասել սրան։ Սրանից մի քանի տարի առաջ մենք քննարկում էինք գազելում սկորուստը կմտնի մեկի մեջքը, թե չի մտնի, կամ գազելում, ասենք 20-ամյա գազելում, ընթացքում դուրը կփոխվի, թե չի փոխվի։ Ես ուրիշ բան եմ ասում, որ 2018-ից հետո մարդիկ անդադար ինչ-որ ձևով էլ արդարացի կերպով անընդհատ մեզ ասում են բահուսատության գազելները, ուսուցչության գազելները, բայց էլի ասում եմ, երբ որ ցանկացած տեղում, երբ որ քաղաքային իշխանության եւ կառավարության գործունեության մեջ դիսոնանս կա, այդ խնդիրը առաջանում է, որովհետեւ մենք այն ժամանակ էլ էինք ասում, հիմա պարոն Ավինյանը ասում է, որ հաջորդիվ մենք պետք է էլեկտրո ավտոբուսներ կառուցենք։ Այդ հարցի վրա մենք ամիսներ ենք փորձել, որ ասել ենք, լսեք, տրենդներ կան աշխարհում։ Մենք պետք է գնանք էլեկտրո ավտոբուսների ճանապարհով։ Բա ո՞նց է մասիվ բարձրանալու, ո՞նց է, այսինքն այդ լարվածությունը, որ դիսոնանս է տեղի ունենում, դա այդ այն խնդիրները, որ կա Երևանում,
այդ դիսոնանսի հետևանքն է, որ մարդիկ գալիս են միտեղ են հասնում, մեկ էլ սկսում են իրանք գնում են բանի տեղ, հեգեմոնիկ է, որ վերջ, արդեն իրանք լրիվ ուրիշ բան է, որտեղ այդ դիսոնանսը կա, այս որտեղ կա երկխոսություն, ցանկացած քաղաքի է, եկեք գնանք նայենք, էլ եմ ասում քաղաքներ կան այսօր, որ բանը համայնքի ղեկավարը ընդդիմադիր քաղաքական ուժից է, Բայց դիսոնանսի մեջ չի։ բայց գործի մեջ ամենադիսոնանսի մեջ չգնանք այդ քաղաքներին մենք արդեն արդյունքները տենում ենք, մտնում ես քաղաք առաջին բան ցուցանակից հետո արդեն երևում է, իսկ հիմա գնանք Գյումրի, ասում եմ մայրողու ցուցանակը անցնում է, մտնում ես ավերակների մեջ, ինչի որևէ Գյումրիի որևէ նախկինում էլ նենց չի եղել, որ ընդդիմադիր ինչ-որ շարժեր են արել, բայց սենց մեկուսացած իրանք որ չգիտեմ ինչ, այդ ամենը հետևանք ա ունեցել, եւ մենք հիմա Երևանում ենք, սենց վազքի մեջ ուզում ենք այդ բանը ճեղքը լրացնենք, այդ քաղաքի կառավարման, դա ճգնաժամ է, եթե կառավարության հետ, բան ես չեմ ասում քաղաքական հարցերով, ես ասում եմ կառավարչական հարցերով, որ հարցը պետք է լուծեք, պետք է քննարկեք, եւ այս պատմությունն է, պարոն Ավինյանի հետ մեր հերթական զրույցներ, մենք ուզում ենք հասկանալ ոնց անենք, որ էֆեկտիվ եւ արագ լուծենք եւ եկան որոշման, որ պետք է այս անել եւ կառավարությունն է որոշումը կայացրել։ Այո, ամբողջապես կառավար, այս մեկը ամբողջ խմբականակը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ։ Եվ շատ ուրախ եմ, որ մաքսիմալ արագ եղավ։ Էդ էլ է։ Հետո գնում է պատտվում, ինչ եղավ, չգիտեմ, մրցույթա, չգիտեմ, հեսա, չգիտեմ, էֆեկտիվ ձևով եկավ ու լավագույն գնով, չէ։ Ամենա։ Այսինքն մենք այս տեսակ տրոլեյբուսի համար ստացել ենք ամենացածր գինը հնարավոր։ Եվ պարոն վարչապետ, եթե թույլ տաք շարունակելով Գյումրիի թեման, այդ ձեր ասացի համար է կարևոր, որպեսզի մենք հունիսի 7-ին Գյումրիում ստանանք ջախջախիչ մեծամասնություն, որպեսզի գնանք ցրենք այդ խայտառակությունը, որը կոզոնա իշխող Գյումրիում, նոր ընտրություններ անցկացնենք ու կարողանանք ստեղծել իրավիճակ, որ Գյումրին կառավարեն ոչ թե հանցագործներ, այլ նորմալ մարդ։ Ես այդ թեմային անդրադարձել եմ, որ ասում են Գյումրի 2 սարի հարաբերություն, ես ասել եմ, որ չի Գյումրի մեկ։ Ըդնելու է հեղափոխություններ ու Գյումրի մեկ, որովհետև հեղափոխությունը իջել հիմա Գյումրիում հեղափոխական իշխանություն չի տեղավորել, հեղափոխության իշխանություն եւ հունիսի 7-ից հետո պետք է այդ խայտառակությունը լուծենք, խայտառակությունը ասելով նկատի ունեմ այն վիճակը, որում մենք գտնվում ենք Գյումրին եւ կառավարությունները, ոնց որ այդ դիսոնանսը Երևանի հետ լուծվեց, բայց Երևանի հետ մենք արդյունքները նոր ենք տենում։ Դուք արդեն քանի տարի է որ Երևանում։ 2.5 Չէ, ընտրությունից հետո չէ, դրանից առաջ էլ է, 3 տարի է, մենք արդեն վերջին 6-7 ամիսները, որ արդեն զգում ենք, որ արված աշխատանքը սկսում է կշիռ ստանալ, որովհետև դա էլ է, չէ ժամանակ տամ, սկսած պլանավորումից, որովհետև եթե քաղաքային իշխանության պլանավորումը չի մտնում կառավարության պլանավորումների, մենք չենք ասում ենք, որ կառավարությունը պետք է մանալու, բայց քննարկում, գալիս մի ընդհանուր հայտարարություն եւ ընդհանուր տրամադրություն ունենք արել։ Սիրելի երևանցիներ, բոլորի շնորհավորում եմ։ Սա մեծ իրադարձություն է, եւ իհարկե շնորհավորում եմ նաեւ Երևանի հյուրերին, ովքեր օգնում են քաղաքային տրանսպորտի, որովհետեւ սա Եվ Տարոսը մեր մյուս բոլոր համայնքները։ Գյումրին նույնպես պետք է ունենա էլեկտրաավտոբուս։